Բարև ձեզ։ 31 հունվար 2026-ին համասկայնի Կանադայի շրջանային վարչության Լևոն Շանթ հայրենակի դագան դասընթացքը գտևագող է իր 10-րդ ծմեր 2026 երամսյակը։ Դասընթացքի ցարտ անցած ուղիին եւ հարաճիգա ծրագիրներու մասին գանտրատարնա։ Դասընթացքի դնորեն դոկտոր Վիկեն Թյուֆենգջյանը, որ մեր այսօրվա հյուրն է, բարի եկած եք դոկտոր Թյուֆենգջյան։ Բարև ընկերուհի Թոմար։ Ուրեմն անգամ եւս այս տարի գահանտիբինք խոսելու նոր երամսյակի մասին, բայց նախքան այդ գուզենք մեր հերոստատիդողներուն, բոլոր անոնք, որոնք փախցուցին մեր անցյալ տարվա հարցազրույցը, հագիրճ ցևով ներկայացնենք դասընթացները։ Շատ բարի։ Ուրեմն հագիրճ ցևով առանց մանրամասներու մեջ մտնելու, ասեմ, որ ասիգա ինչպես սիկ արդեն 10-րդ երամսյակն է, կնշանակի դարեգան 2 երամսյակ կնենք մենք, ուրեմն 6-րդ տարին է, որ կմտնենք 5 հատ ամբողջացուցած ենք։ Դասընթացները դեղի կունենան հունվարեն մայիս կամ հունվարեն ապրիլ և սեպտեմբերեն դեկտեմբեր դարեգան 2 անգամ 14 շաբաթ ամեն դասընթացքը շաբաթ առավոտները Սուրբագոբասկային վարժարանի գրադարանի մեջ ժամը 10:30-ին 1:30։ Ուրեմն այս ընդհանուր պատկիծերու մեջ դասընթացքն է, ուր ուսանողները կծանոթանան քրագանության, լեզվի և մշակութային բովանդակությամբ նյութերու։ Այո, իսկ որոնք եղած են մինչև օրս դասախոսները այս դասընթացքներուն։ Հբարդեմ և շատ ուրախ եմ ասելու, որ մեր դասընթացքը մեծ ընդունելություն կգտնի ակադեմիական շրջանակներու մոտ և հայագիտական ուսմանց շրջանակի մեջ ծանոթ անուններ բոլորն կընդառաջեն մեր հրավերին և գուքան Մոնրեալ։ Սկսելու համար ասեմ, որ Մոնրեալի մեջ շատ կարող օժանդակ ուսուցչական կազմ ունենք, դասախոսական կազմ ունենք, ուրեմն անոնք են Վրեժ Արմեն Արտինյանը, Հարություն Բերբերյանը, Ռաֆի Հաջեմյանը, Փակինի խմբակիր Սոնյա Կիրեջյանը և ես։ Իսկ կանադայեն դուրս Լոս Անջելեսեն արդեն ունեցած ենք մինչև հիմա պրոֆեսորներ Թալար Շահինյանը, Հակոբ Գիլյուջյանը, Միրնա Տուժջյանը և Ռուբինա Փիրումյանը։ Իսկ արևելյան շրջանեն ունեցած ենք Վեանուշ Տեկյան Պարաստեղծը, դոկտոր Խաչիկ Մուրադյանը, դոկտոր Վարդան Մաթիոսյանը և Բոստոնի համալսարանեն դոկտոր Լիզա Գյուլեսերյանը։ Հարավային Ամերիկայեն դոկտոր Խաչիկ Տերգուգասյանը, Եվրոպայեն ունեցած ենք դոկտոր Մարկ Դշանյանը Պորտուգալեն, վերջերս ունեցանք Գարեն Ջալլադյանը Բուդապեշտեն, դարձյալ դոկտորական աստիճան, հետո Հայաստանեն դոկտոր Դավիթ Մոսինյանը, երբեմն ալ գոկտվինք համասկայնի կորձերով Կանադա այցելող կամ Մոնրեալ այցելող արվեստագետներ է, մտավորականներ է, ինչպիսիք են Վահե Բերբերյանը, ինչպես Գարո Հովհաննեսյանը Բեյրութեն, Կենտրոնական վարչության ադենաբեդ Զաքար Քեշիշյանը, այսպես ուրեմն մոտ 20-ը ավելի դասախոսներ ունեցած ենք մինչև հիմա և կշարունակենք միշտ նորեր ունենալ։ Այո, բավական հարուստ ցանկ մնե հայ մտավորականներու, իսկապես բախտավորություն է ուրեմն այս դասընթացներում մաս կազմել։ Դոկտոր Վիկեն, կարծեմ աշխարհի վրա եթե նայենք այսպիսի հայրենակիդական դասընթացք ուր ուրիշ կդրվի։ Այսպիսի դասընթացք ճիշտ մերինին նման չկա, բայց պետք է ասեմ, որ մերինը հայագիտական դասընթացք չէ, այնպես ինչպես է օրինակ Հալեբի համասկայնի հայագիտական դասընթացքը, որ ուսանողներուն կպատրաստի ուսուցչության և հոն հայոց պատմություն, մշակույթ և այլն դպրոց է ուղղակի մեկ խոսքով։ Մերը ավելի կնմանի լսարանի, այսինքն դասախոսություններու շարքիմը, որովհետև ամեն շաբաթ մենք տարբեր նյութ կունենանք և ոչ թե մեկ դասընթաց կնվիրված է ամբողջությամբ քրագանության կամ հայոց պատմության։ Մենք ամեն նյութերեն կունենանք, բայց տարբեր շաբաթներու տարբեր նյութեր կունենանք, տարբեր մասնակետ դասախոսներով։ Այո։ Իսկ ինչ են նախապայմանները մասնակցության։ Այո։
Ուրեմն մեր դասընթացը բաց է բոլոր 20-ն վեր անհատներու 20-ն վեր գսեն, որովհետև նախապայմանը երկրորդական վարժարանեմը շրջանավարտ ըլլալն է։ Ուրեմն մեր դասընթացը բաց է Սուրբ Ագոպասկային վարժարանի շրջանավարտներուն, Արմեն Քեբեկ վարժարանի շրջանավարտներուն եւ Նարեկ Դիրամայր վարժարանի ուրեմն շրջանավարտներուն։ Անոնց մե բացի գուկան համասարանական դարիքի զանազան ուսանողներ եւ ավելի չափահասներ, այսպիսով ուրեմն մասնակցելու նախապայմանը գլխավորապես երկրորդական ուսումը ունենալ է, թեև շաբաթօրյայի աշակերտներն ալ կրնան մասնակցել, եթե հայերեն գրել գարտալու մեջ դժվարություն չունին։ Այսինքն պետք է որոշ բաշարմը ունենա հայերենի։ Այո, հիմնական բաշարմը պետք է ունենան։ Մեր գլխավոր նախապայմանը է այն, որ մասնակցող ուսանողը պետք է հայերենին դիրաբեդ է, գրել գարտալու մեջ դժվարություն չունենա եւ հիմնական բաշարմը ունենա հայ քրագանության եւ պատմության, որովհետեւ մենք խոսակցական հայերենի դասընթաց չէ որ գնենք, ոչ էլ հայերեն լեզվի սկսնակներու դասընթաց։ Այլ անոնք, որոնք արդեն անցած են այդ ճամփայեն, անոնց գիտությունը բարելավելու, զարգացնելու գործը կտանենք։ Այսինքն, եթե ուսանողի հարցնենք, անոնք որ գհեդևին, գահաջախեն դասընթացներուն, ինչպես դուրս կուքան, ինչ կշահին եւ իրենց մասնակցությունը ինչպես կլա։ Շատ ուրախ եմ, որ ասի հարցուցիք, որովհետեւ մեր մադագը միայն գիտությունը դալ չէ, այլ իրենց մոտ հարաճացնել է հետաքրքրություն եւ մանավանդ մասնակցության սեր հայերեն աշխատանքներու, հայերենով կատարված աշխատանքներու։ Ուրեմն շատ ուրախ եմ ասելու, որ մեր ուսանողներն մեկը արդեն անցնող 2 տարվա մեջ 2 հատ բադայիներու համար գիրք գրած է, որոնց մեկը շահեցավ համասկայնի շրջանային վարչության քրական մրցանակը առաջին բարգեւը բադանեգան օրակիր գիրքը եւ երկրորդն ալ գործված դարը Շողեն Մարգարյանի հեղինակությամբ։ Պետք է ասեմ նաեւ, որ մեր ուսանողներն կարևոր թիվը կմասնակցին համասկայնի թե այլ մշակութային միություններու, ինչպիսին է Պոլսահայ մեկ մշակութայինը, ծանոթեկանոր եւ ուրեմն անոնց հայդակիրներու մեջ կբերեն իրենց մասնակցությունը լադիգա ասմունքով, ելույթներով կամ ընթերցումներով։ Այո, ծևոմը իրար կով գբերը նույն հետաքրքրությունը ունեցող մանավանդ հայկական քրագանության հանդեպ անցիկ։ Այո, եւ նոր դաղանտներ ալ գայտնաբերենք։ Այո, դες տեսած եմ նաեւ աշակերտներ, ուսուցիչներ, որոնք մաս կգազմեն։ Ճիշտ, մենք ունենք նաեւ վարժարանների ուսուցիչներ, այսօր արդեն ունենք կամ հանգստյան կոչված կամ դագավին կորձոն, Սուրբ Ագոպ վարժարանը եւ Արմեն Քեբեկ վարժարանեն ուսուցիչներ։ Այո։ Խոսենք հաջորդ երամսյակի մասին, ինչ պիտի ներկայացվի։ Ուրեմն հաջորդ երամսյակին մենք պիտի շարունակենք մեր նախորդ երամսյակներուն սկսած գործը, կամ պիտի ներկայացնենք բոլորովին նոր նյութեր եւ կամ նախորդ երամսյակներեն նյութը, որ արդեն ներկայացված է, անոր շարունակությունը պիտի։ Օրինակ, ասկի առաջ տված ենք գիներու հարցը հայ քրագանության մեջ գին քրոներու մասին, ադոր 4-րդ փաշինը այս երամսյակին պիտի տանք։ Նաեւ շատ ուրախ եմ եւ հբարդ եմ նույնիսկ ասելու, որ այս երամսյակին պիտի ունենանք 2 շատ կարևոր դասախոսներ։ Առաջինը գուկալ Լոնդոնեն Վասկե Խաչիկ Դավիթյան, որ մասնակետ է գեղարվեստի եւ մեզի պիտի ներկայացնե հայ բանտուղները, որոնք Գաբրիին Բոլսո մեջ կավաններ են գուկային, անոնց կյանքը ինչպես կտեսնենք մենք հայ գեղանկարիչներու գործերու մեջ։ Շատ հետաքրքրական է եւ առանցին նյութ մնե ասիգա, որ մինչեւ հիմա դեղը չներկայացված։ Երկրորդը դարձյալ շատ մեծ հմարդություն է ինձ համար հայտարարել, որ Գրիգոր Բլդյանը, որ այսօր կամարվի մեր ներկա ժամանակներու մեծակույն վիվակիրը, սիրով ընտարաչեց մեր հրավերին եւ մայիսին ինքնալ պիտի գա մեզի խոսելու, դասախոսելու խորհրդաբաշտ հայ քրագանության մասին։ Այսինքն օրինակ տալու համար Լևոն Շանտի հին աստվածները հայ քրագանության մեջ փանաստեղծներու մոտ խորհրդանշաններ ինչպես Գերևին, Դանիել Վարուժանի, Միսակ Մեծարենցի եւ այլոց մոտ։ Ուրեմն այս երկու դասախոսներն ալ պիտի գան մայիսին, բայց անգե առաջ ունենք արդեն հայդակիրը, որ պիտի շուտով վերջնականանա եւ հայտարարվի։ Ուրեմն
հունվար 31-ին հաջորդ երամսյակը կսկսի դոկտոր Վիկեն գիտենք որ այսպիսի ծրագիրը իրականացնելու համար նյութական գարիքը գա ուրեմն ով գոքնե ցեզի այո ուրեմն առաջին օրը մենք բախտավոր եղանք որ նվիրատությունով կոյացավ մեր բյուջեն այսինքն անանուն բարերարմը Մորեալեն մեզի դրամատրեց բյուջեն հավատալով այս գործին եւ մինչեւ այսօր դակավին մեզի նեցուկ կգանքնի բայց նաեւ շատ ուրախ եմ հայտնելու որ 2023-ին ի վեր Գյուլբենկյան հիմնարկությունը Կալուս Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքը մեզի կդրամատրե մեր բյուջեն որով գտնանք մեր հրավիրյալ դասախոսներու ծախսերը օգալ անոնց կեցությունը ճամփորդական ծախքը եւ այլն որովհետև Կալուս Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքը հավատաց մեր գործին եւ կշարունակե դակավին մեզի բյուջե դրամատրել։ Ինչ է ծեր պատկամը ուսանողներուն։ Ուրեմն պատկամս է ուսանողներուն, որ անպայման հետաքրքրվին այս դասընթացքով, մանավանդ դղակ եւ աղջիկներ, եթե կուզեք ձեր հայկական ինքնությունը պահպանել եւ զարգացնել, որբեսի աբակային դուքալ գարենակ ձեր զավակներուն փոխանցել ձեր սերը հայկական քրագանության լեզվի պատմության եւ մշակույթին անտեպ ձեր գիտելիքները հարստացնեք մեր դասընթացքի մեջ են հետեւաբար միացեք մեզի շաբաթ 31 հունվարի առավոտյան ժամը 10:30-ին Սուրբագով ասկային վարժարանի կրատարանի մեջ Ահավասիկ սիրելի հերոստատիդողներ թուք մդիգրիկ դոկտոր Վիկեն Թուֆենգջանը որ դնորենն է Լևոնշանտ հայրենաքի դագան դասընթացքներուն բոլոր անոնք որոնք հետաքրքրված են գրնան արձանագրվել armenolog@gmail.com հասցեին գրելով իսկ անգյանցին բոլոր այս դասընթացքները ցեզի դրամատրելի է YouTube-ի գայանին վրա որ կգոչվի համասկային armenolog իսկ գա նաև գայքեչը որ ամեն շաբաթ կթարմացվի նոր նյութերով եւ աշակերտներու ներկայացումներով գայքեչը armenolog.wordpress.com է Ուրեմն շատ շնորհակալ ենք դոկտոր Վիկեն եւ ամենան հաջողություն կմաղթենք ցեզի Շատ շնորհակալ ենք ցեզի որ մեզի արիթ դվիկ այստեղ ներկայանալու Ամենայն սիրով